Միջազգային հարաբերություններում չկա հումանիզմ։ Կան անվտանգային եւ նյութական կոնկրետ շահեր։ Բայց դու քո տնտեսությունը, քո անվտանգային համակարգը այդքան միակողմանիորեն կախված է Ռուսաստանից, ինչի համար են ամբարտավան հոխորտանքները, ինչի համար են հիմար օրենքը Եվրոպական միությանը անդամակցելու գործընթաց սկսելու 0 քայլ արվել այդ ուղղությամբ։ Այո։ Ուրիշ հարց։ Դե եթե առիթ կունենաք այդ ճամբարից որևէ մեկի հետ զրուցելու, խնդրում եմ այս հարցը անպայման տվեք։ Ասու լիսում կամ ինչ-որ ֆորմատով։ Բայց հարազատ Եվրամիությունից Պուտինի ու Ռուսաստանի մյուս պաշտոնյաների կոշտ հայտարարություններին ինչի որևէ մեկը չարձագանքեց։ Վերջի օրերի բարձրականք էին, ասեին մեր ապագա դաշնակից կամ մեր գործընկեր Հայաստանի մասով էս ինչ եք ասում։ Այո։ Բայց հələ հայտարարությունների մակարդակը ընդամենը չեն արձագանքում։ Բավարար Ռուսաստանը պրակտիկ քայլեր անի, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգերին Բրյուսելում պատասխանող էլ չի լինելու։ Ախր հարգելի հայրենակիցներ, ինչ պիտի լինի, որ դուք բոլորդ համոզվեք, որ մեր արյունը ուկրաինացիների կամ վրացիների արյունից ավելի կարմիր չի։ Վրացիները 2008 թվականին իրանց առանց արկածախնդրությունից դասեր են քաղել եւ հիմա վարում են շատ բալանսավորած հավասարակշիռ քաղաքականություն։ Լավ, մարդիկ իրանց խալից դասեր են քաղել։ Ինչ իմաստ ունի արդեն ձախողված մի քաղաքականություն վերցնել որդեգրել, որ այդ երկրում դասեր են քաղել։ Այսինքն դա ինքնիշխանություն չի, որ մեր երկրի վրա բերենք ուկրաինացման մոդելը։